Ողջույն մեզ միացած բոլոր լսողներին եւ դիտողներին, հիշեցնեմ, որ 106 եւ 5 հաճախականությամբ եք միացել գործարար ալիքին կամ մեր թվային հարթակներում եք դիտում այս պահին զրույցը։ Թարմուղեղով Նեսա, իսկ թարմուղեղով իմ զրուցակից Աննա Գրիգորյանն է, Հայաստան խմբակցության падգամավորը, որը բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, որ այստեղ եք, Տիկին Գրիգորյան։ Տիկին Գրիգորյան, ընտրությունները ավարտվեցին, դուք խոստում չկար, որ տվել եք ու չկատարեցիք ամեն դեպքում, դուք չեք ասել, որ ազգային ժողով չեք գնալու եւ հետեւաբար մանդատները վերցնում եք եւ գնում եք ազգային ժողով։ Ես ճիշտ եմ, չէ՞ հասկանում, բայց ամեն դեպքում այս ազգային ժողովում ինչ նպատակներով եք դուք պատկերացնում ձեր գործունեությունը եւ ինչ հստակ ճանապարհային քարտեզով, ինչպես հաճախ ասում են։ Տեսեք, իրականում ես հասկանում եմ, որ հենց ընտրություններից հետո հաջորդ օրը տարբեր մարդկանց հիմնականում նախաձեռնությամբ այդ հարցը բերվեց օրակարգ, այսինքն դարձավ ամբողջ քննարկման հիմնական առանցքը վերցնել մանդատները չվերցնել, բայց պետք է ավելի շատ նայել այն տրամաբանությամբ, թե քո պայքարը շարունակելու մարտավարության առումով ավելի օգտակար է մանդատ ունենալը, թե օգտակար չի մանդատ ունենալը։ Զուտ այդ դիտանկյունից նայելով ենք մենք որոշում կայացրել, որ պետք է վերցնել մանդատը, որովհետև դա լրացուցիչ միջոց է, լրացուցիչ գործիքակազմ է քո պայքարը շարունակելու համար։ Ընդհանրապես այդ ռակուրսով է պետք նայել իրավիճակին, որովհետև դուք գիտեք, որ եթե օրինակ փողոցային պայքար է լինում, ի վերջո փողոցային պայքարի հանգուցալուծումը ամեն դեպքում խորհրդարանը է, ինչպես դա տեղի ունեցավ 18 թվականին, հետևաբար առնվազն սեփական ներկայացվածությունը միայն օգտակար է եւ ոչ թե վնասակար։ Ես հասկանում եմ այն այսպես կոչված side effect-ները բացասական առումով, որ կան խորհրդարանում, ու մենք դրա միջով անցել ենք, վստահ եմ, որ հասկանում եք, որ ամենահաճելի բանը չի հերթական անգամ գնալն այնտեղ այդ իրավիճակում, բայց սա այն իրողությունն է, որ կա, կարևորը որ մենք գիտակցում ենք, որ առաջիկայում մեզ նոր մարտահրավերներ կլինեն, սպառնալիքը կա օրինակ սահմանադրության փոփոխության եւ հետեւաբար պետք է շատ ավելի կազմակերպված դիմագրավել այդ սպառնալիքներին։ Ամեն դեպքում այս անգամ դուք ավելի քիչ մանդատ ունեք ազգային ժողովում, քան նախորդ գումարման ազգային ժողովում, բայց նոր ընդդիմադիր գործընկեր ունեք։ Դուք ընտրություններից առաջ էլ ասում եք, որ եթե վարչապետի թեկնածու պետք լինի, դուք ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիրի թեկնածուին կտաք ձեր ձայները, կմիավորվեք կամ այդ մասով։ Հիմա ոնց եք պատկերացնում իրենց այդ համագործակցությունը, աշխատանքը, արդյոք հակասություններ ինչ որ կետերում կան, որովհետև մենք տեսել ենք, որ օրինակ վերջին շրջանում պատիվ ունեմի հետ ձեր հարաբերությունները բավականին լարված էին ու ինձ թվում է մինչ այս պահն էլ այդքան էլ հարթ չեն։ Օբյեկտիվության համար պետք է ասել, որ հատկապես սկզբի ժամանակահատվածում պատիվ ունեմի հետ շատ լավ սինխրոն աշխատանք էր գնում պարլամենտում։ Իհարկե կային հակասություններ եւ շարունակում են հակասություններ լինել մեր ուժի եւ հանրապետականի միջեւ, այդ բոլորի համար արդեն ակնհայտ է, բայց զուտ պարլամենտում մարտավարական առումով բազմաթիվ հարցեր կարողանում ենք համադրել։ Այս դեպքում կարծում եմ շատ ավելի օրգանիկ է լինելու համագործակցությունը, բայց ես կարծում եմ, որ պետք է ոչ թե սահմանափակվել զուտ երկու խմբակցությունների միջև հարաբերությունների սինխրոնիզացիայով, այլ պետք է շատ ավելի լայն քաղաքական ճակատի ձևավորման մասին մտածենք, որովհետև այնպես չի մեր երկրում իրավիճակը, որ միայն երկու քաղաքական ուժերով հնարավոր է ամբողջական խնդիրը լուծել։ Մենք պետք է նաև շատ ավելի մեծ ֆորմատ կարողանանք ձևավորել, ընդհանուր ոչի ճակատ չասեմ, բայց ընդհանուր այնպիսի մի հատ հարթակ, որը կկարողանա իր մեջ ներառի բոլոր առողջ այն ուժերին, ովքեր գիտակցում են, թե ինչպիսի խնդիրների առաջ են կանգնած եւ ինչպիսի հակազդեցություն կարող է լինել։ Այսօր, ինչպես արդեն ասեցի, սահմանադրության փոփոխության օրակարգ այդ օրակարգերից մեկն է, որը ոչ միայն երկու կուսակցությունների, խմբակցությունների խնդիր է լուծելու, այլ շատ ավելի լայն սպեկտր է անհրաժեշտ հակազդեցություն ապահովելու համար։ Կամ այսօր տեսնում եք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ավտորիտար ռեժիմ է դարձել եւ ամեն օր արթնանում ես ու կարդում ես, որ այսօր այս մարդու հետևից են գնացել, մարդու հետևից են գնացել։ Ասենք Գագիկ Ծառուկյանին գետնին տալ է այդքան մարդկանցով սովորական վրեժխնդրություն լուծել եւ այլ։ Մենք տեսնում ենք, որ դա կա։ Հետեւաբար նաեւ այս ռեժիմի դեմ պայքարելու անհրաժեշտություն կա ու կրկնում եմ, դա ամենևին էլ երկու ուղղակի ֆրակցիաների խնդիր չի, բայց խորհրդարանում ես կարծում եմ շատ ավելի օրգանիկ, շատ ավելի համահունչ կարող ենք կազմակերպել մեր աշխատանքները։ Իսկ ինչու Ռոբերտ Քոչարյանը մանդատը չի վերցնում։
Գիտեք, 21 թվականին էլ այդ հարցը առաջանում էր, վերցնել չվերցնելու հարցը։ Ես օրինակ այն ժամանակ էլ կարծում էի, որ պետք չէր վերցնել մանդատը։ Իրականում ազգային ժողովի մթնոլորտը, քաղաքական մեծամասնության վարքագիծը, որովհետև տեսնում եք, իրենց համար ընդհանրապես գոյություն չունեն որևէ կարմիր գիծ։ Երբ որ Սերան Օհանյանին են հարվածում կամ մարդկանց մի խոսքով են տարբեր պիտակավորումները եւ այլն, այդ ամեն ինչով հանդերձ ես անձնապես դեռ բնականաբար մեր որոշման մասին կհայտարենք, թե 12 падգամավորներն ովքեր են որ գնում են ազգային ժողով, բայց ես օրինակ անձնապես կարծում եմ, որ նախագահ Քոչարյանը պետք չի որ գա, հա, խորհրդարան կամ չգիտեմ էլ ոնց ձևակերպեմ, համենայն դեպս այդ մթնոլորտը հաշվի առնելով մի քիչ կդժվարանում եմ ասել, որ անպայմանորեն պետք է գա։ Ամեն դեպքում ազգային ժողովում նաև ղեկավար կազմն է փոխվում։ Այդ մասով ինչ եք կարծում, ինչպիսին է լինելու նոր միջավայրը, մթնոլորտը, որովհետև թե դրական կարծիքներ կան, թե բացասական կարծիքներ կան Ալեն Սիմոնյանի հեռանալուց հետո ինչ է սպասվում։ Իրականում, քանի որ իրենց ընդհանուր մարտավարությունը մի մարդ է որոշում, օրինակ եթե Նիկոլ Փաշինյանն ասի, որ պետք է մաքսիմալ ագրեսիվ լինել, այս կամ այն մարդուն ծեծել եւ այլն, իրենք դա խելոք հնազանդ անելու են։ Եթե ասի, որ պետք է ավելի կոնստրուկտիվ, այսպես իրավիճակում լինեք, այսինքն հնարավորինս մեղմ պահեք մթնոլորտը, որովհետեւ ինչքան էլ տարօրինակ չի հնչում, սովորաբար ամենաուժեղ սրումները լինում են հենց իշխող մեծամասնության կողմից։ Այսինքն սովորաբար այնպես է, որ ընդդիմությունն է սրում, այս դեպքում քաղաքական մեծամասնությունը ինիցիատիվը լինում այդ հնարավորինս բախումների եւ այլն։ Անցած անգամ անցած խորհրդարանի սկզբի ժամանակահատվածում դուք գիտեք, որ նաեւ ծեծ ու ջարդեր էին լինում, ու մենք դա գիտենք, թե իրենք ոնց են պլանավորել, ոնց են արել։ Արդյոք ես մեկը տարբերվող կլինի, ես չգիտեմ։ Համենայն դեպս, երբ որ մի մարդ ով էս պահին հավակնում ա լինել ազգային ժողովի նախագահ, վիդեո անում, ասում են մենք ձեզ դեռ կսպասենք, դեռ դուք դեռ եկեք։ Այսինքն դա ինչ խոսել ա ոճը։ Հո դու ձեր բանը չես, Բաքում ռազմբորկայի չես մարդկանց հրավիրում, դա քո ազգային ժողովը չի, դա Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է, դու էլ այնտեղ իսկապես էլի փողոցի այդ խուժանի խոսույթից ոնց չեն կարողանում դուրս գալ, ես դա չեմ հասկանում։ Ու հատկապես երբ որ դու որոշակի կարգավիճակ ես ձեռք բերում, մարդուն ով այսինքն մարդիկ գնացել ընտրել են, չէ՞, որպես իրենց ներկայացուցիչ։ Իրան ասել դե հələ եկեք տեսնենք, հələ եկեք դուք դեռ ձեր հալը կտեսնեք, սա իսկապես շատ վատ է։ Նկատի ունեմ, այո, Նիկոլ Փաշինյանը կախված նրանից ինչպես կորոշի ընդհանուր մարտավարությունը, իրենք դա այդպես կանեն, բայց նախագահությանը արդեն չի որոշել։ Ես չգիտեմ, նախագահությանը նայելով տեսնում եմ, որ հավանաբար ավելի ագրեսիվ կլինեն, բայց ընդդիմությունն էլ պատրաստ է լինելու, ցանկացած բանի պատրաստ է։ Շատ լավ, Տիկին Գրիգորյան, կան նաև արտախորհրդարանական ուժեր, ովքեր նոր են, թարմ ուժեր են, ովքեր սակայն չանցան ազգային ժողով։ Ոնց եք տեսնում իրենց այդ համագործակցության եզրեր, արդյոք հնարավոր է, որովհետև ընդդիմություն ասելով պետք է նաև հասկանալ դրսում, փողոցում, եթե հավանականություն լինի հանրությանը հավաքել, այդ ուժերն էլ պիտի չէ միավորվեն։ Իսկ որ ուժերի մասին է խոսքը։ Տարբեր են, դե անուններ չհնչեցնենք։ Տեսեք, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնաց կոնկրետ ձայնագողության ճանապարհով եւ 60000 մարդկանց քվե ուղակի ոտատակ է տվել, այդ պահին կոնսուլտացիաներ էին սկսել համատեղ հայտարարություն ձևավորելու ընդդիմադիր ուժերի կողմից եւ այնտեղ մի քանի ուժ իհարկե միացան, բայց կային ուժեր, ովքեր հրաժարվեցին միանալ այդ հայտարարությանը, որը իսկապես տարօրինակ է։ Եթե դու ընդդիմադիր ես դիրքավորված եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված է համարում ես ապօրինի, այդ դեպքում ի՞նչն է խնդիրը համատեղ հայտարարությանը միանալու։ Այսինքն բաներ կան, որոնք դու նույնիսկ չես էլ հասկանում։ Հիմա այդ մարդկանց մոտիվացիան որն է, ինչու են սա կամ նա անում։ Հետո գիտեք, ես բոլորի նկատմամբ ամենայն հարգանքով գիտեմ, որ մարդիկ վատ մոտիվացիայով չի որ մասնակցել են ընտրություններին, իսկապես ուզեցել են փոփոխություն, բայց նաև լավ չէր, որ իրենց հաշվարկները ճշգրիտ չէին արել, որովհետև դուք տեսաք, որ նաև փոշիացված ձայների միջոցով է, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է վարչապետ։ Հա, այսինքն բացի նրանից այն տոտալ խախտումները, որ տեղի են ունեցել, ամեն դեպքում ինքը 50+1 չի հավաքել։ Եվ փոշիացած ձայների շնորհիվ է, որ ինքը ի վերջո դառնում է կառավարության ղեկավար, չէ։ Հիմա այդ մարդիկ էլ պետք է ժամանակին ճիշտ գնահատեին իրենց հնարավորությունները եւ հաշվարկեին արդյոք ճիշտ է իրանց մասնակցելը, թե ճիշտ չի, եւ ցավոք կային ուժեր, ովքեր օբյեկտիվորեն կարող էին ավելի մեծ դաշինքի մաս կազմել, բայց այդպես չարեցին եւ որոշակի ձայներ փոշիացրեցին։ Իրականում բոլորի հետ քննարկումներ ունենում ենք։ Հիմա սա ուղղակի վերլուծեցի որոշակի նաեւ էմոցիոնալ առումով, որ
ինչու արեցին այն, ինչ արեցին հաշվի առնելով, որ դա արդյունք չունեցավ, բայց հետ ընտրական փուլում մենք բոլորի հետ խոսում ենք։ Կան մարդիկ, ովքեր այո, միանում են տարբեր տեսակ process-ներին, հայտարարություններին, մարդիկ կան, ովքեր իրենց փորձում են հնարավորինս հեռու պահել, դա թող իրենք մեկնաբանեն ինչու են այդպես անում, բայց մենք փորձում ենք գիտակցելով, որ կրկնում եմ, երկու ուժի, մեկ ուժի խնդիր չի մեր առաջ կանգնած մարտահրավերների հաղթահարելը, ավելի մեծ հարթակի ձևավորման անհրաժեշտություն կա։ Ձեզ մոտ տպավորություն կա, որ մենք հասնում ենք այն իրավիճակին, ինչ կա օրինակ 2016-ից 18 թվականներին։ Ես կարծում եմ հիմա ավելի վատ իրավիճակում ենք եւ Նիկոլ Փաշինյանը ինչքան գնա այս ուժեղ ռեպրեսիաների, ես իհարկե հասկանում եմ, որ ինքը ինչ է ուզում անի, քաղաքական դաշտը մաքրել, ամայացնել, Խոստումներ կատարված պիտի կատարի, չէ՞, հանրությանը։ Իր համար չէ, ում է այդ խոստումը տվել։ Իր ընտրողներին չի տվել։ Եթե ոմանց թվում է, թե միայն ընտրողների տված խոստման համար է ինքը դա իրականացնում, ես դες վստահեցնում եմ, որ այդպես չի։ Հա, բնականաբար իր ընտրողների մի հատվածի համար, մեծ հատված չի ընտրվում, փոքր հատվածի համար շատ կարևոր են այդ տեսարանները, այդ շոուն, գետնին պարկացնելը, այդ խոսույթը։ Բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ մենք հստակ գիտակցենք, որ Նիկոլ Փաշինյանի իրականացված գործողությունները, ռեպրեսիաները նախ եւ առաջ արտաքին ազդակ են իրենց մեջ պարունակում, որովհետեւ ակնհայտ է, որ ինքը չի ձևավորել սահմանադրական մեծամասնություն եւ այդ բանը պետքա փորձի բացատրել Ալիևին, չէ՞ ոնց է ստացվել, որ ինքը չի կարողանում սահմանադրություն փոխել, սահմանադրական մեծամասնություն չի ձևավորել։ Ավելին ազգային ժողովում ինքը երբեմն անկեղծության պորտկումներ ունենում է, չէ՞։ Ասում է դժվար է բացատրել արտաքին դերակատարներին, թե ոնց է մոտ 500,000, 550,000 մարդ եւ գնացել ընտրել ընդդիմության ուժերին։ Հետևաբար ինքը ինչ պետք է անի, պետք է արտաքին պատվերով ուղակի չեզոքացնի ընդդիմադիր ուժերին իբր ռևանշիստների դեմ պայքար է իրականացնում։ Հիմա այդ գործընթացն է գնում եւ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը, կալանավորումը եւ այդ հակամարտկային դրսեւորումը նրա նկատմամբ դրա ցուցադրություններից մեկն է, ցուցադրումներ ուղղակի։ Ամեն դեպքում սահմանադրական մեծամասնություն չունենալը կարող ենք ասել, որ իշխանության համար պարտություն էր։ Կամ շղթայի թիվ 1 պարտություն, որովհետև իրենց համար օդ ու ջրի պես անհրաժեշտ էր սահմանադրական մեծամասնություն, որտեղ սահմանադրություն փոխելու անհրաժեշտությունն են, այսինքն կա արտաքին պատվեր Ադրբեջանի կողմից, կար Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը եւ խոստումը, որ եկեք ես մի հատ վերընտրվեմ, հետո սահմանադրությունը կփոխեմ, եւ իրենց տարբեր կառույցների հետ էլ, այսինքն շտաբային եւ այլն, մարդկանցից ակնկալում էին, որ պետքա 60-65+ կարողանան ապահովել իրենց համար։ Այսինքն այո, իրենց համար պատերազմի նաեւ սեպտեմբերին։ Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը պետքա հրապարակային բացատրի, թե իրան ոնց է թույլ տվել սպառնալ ժողովրդին պատերազմով։ Մեր ժողովուրդը մի քանի անգամ իր կառավարման օրոք սեպտեմբերին պատերազմ արդեն տեսել է։ Ու ինքը երբ որ ասում է, եթե սահմանադրական մեծամասնություն չլինի, ու հետո հստակեցնում է, ասում է ոչ թե պարզապես հաղթանակ, ոչ թե պարզապես 50+, եթե սահմանադրական մեծամասնություն չլինի, լինելու է սեպտեմբերին պատերազմ, թվով ամսով ասում է։ Ինքը հիմա պատասխան պետք է տա, թե ոնց է ահաբեկել մեր ժողովրդին։ Եվ պատահական չի իրականում եթե տեսել եք, վստահ եմ, որ բոլորս նկատել ենք, որ առաջին մարդը, որ Հայաստան է եկել ընտրությունից անմիջապես հետո, Ադրբեջանի նախագահի օգնականն է եղել, եւ այն ժամանակահատվածում, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետքա որոշում կայացներ Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ կապված։ Եվ դա եւս ազդակ է եղել։ Ես դες կարծում եմ բոլորս արդեն պատկերացնում ենք ինչ է եղել, որ նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների վրա ճնշում է եղել, որ եթե դուք այս որոշումը չկայացնեք, պատերազմի վտանգ եք ստեղծում։ Հասկանում եք, Մոնիկա, վաղը մենք փողոցում քայլելիս ասել են, եթե այս բանը չանեք, պատերազմ է լինելու, այս մի բանը խոսեք, պատերազմ է լինելու։ Ինքը այնքան հեռու է գնում։ Մարդիկ հասկանում են, չէ, որ դա ընտրությունով չի լինում միայն եւ իշխանափոխությամբ չի, որ պատերազմը լինում կամ չի լինում, այսինքն շատ գործոններ կան, որ նպաստում են դրան։ Ինքը խայտարակ մեծ վախի մթնոլորտ է առաջացրել եւ ինքը դրա համար պետք է պատասխան տա։ Կրկնում եմ, մի ժողովուրդ, որ այդքան պատերազմի միջով անցել է, իրեն ահաբեկելը ամենավերջին ստորությունն է եղել։ Ես ամբողջ քարոզարշավի ընթացքում, ու ես ուղղակի բառեր չի որ ասում եմ, քարոզարշավի ընթացքում մարդիկ են մեզ մոտեցել,
հատկապես կանայք, որը ասում են մենք ձայնը չենք ուզում իրար լսենք, դեմքը չենք ուզում տեսենք, բայց վախենում ենք իրոք պատերազմը, կարող է պատերազմ լինի։ Կամ նույնիսկ sense էին ասում, կարող է, եթե ինքը իսկապես այդքան ձայն չստանա, կազմակերպեն իրար հետ մեզ վրա հարձակում, այսինքն մարդիկ նույնիսկ հերո այդքան մտքերով գնում էին։ Ու այդ վախից ելնելու բազմաթիվ մարդիկ գնացել Իրան են ընտրել, որովհետև վախը հիմնական կոմպոնենտն է եղել։ Վախ աշխատանքից հեռացման, վախ պատերազմի։ Բայց պատերազմի մասով չպիտի տեսնեին իրենք դրա հակադարձման, հակազդման ուժը հենց ձեր մեջ։ Մենք դրա մասով բոլոր պատասխանները տվել ենք, վստահեցումները տվել ենք։ Նախագահ Քոչարյանը այդ բանաձևն ուներ, որ ինքը եւ պատերազմն է տեսել, եւ խաղաղությունն է տեսել, եւ ինքը որևէ կերպ չի անելու որևէ քայլ, որ հնարավոր է հանգեցնի պատերազմի։ Ոնց է ստացվում, որ իր ասածին ավելի շատ են հավատում, քան ձեր ասածին։ Դե այդ վախի կոմպոնենտը ինքը հետո ոնց էր փորձում, ասում էր 3 ընդդիմադիր ուժերը պատերազմի կուսակցություններ են։ Այնքան է ասել, հասկանում եք, մանտրայի պես կրկնելով մարդկանց մի մասի, զգալի մասի նույնիսկ մոտ այդ ամրապնդումը եղել է պատերազմի վախի։ Ես նույնիսկ այդ բանաձևը իմ կողմից էի տալիս, ասում եմ, իմ տղան հաջորդ իշխանության ժամանակ գնալու պատերազմի։ Ես խելագար մայր չեմ, էլի ցանկացած մայր էլ ուզում է իր երեխային պաշտպանի, մնացածին պաշտպանի։ Հնարավոր չի դու անես մի բան։ Ընդհանրապես ինքը փորձում է ստեղծի տպավորություն, որ Հայաստանն է պատերազմ սկսող կողմը, որ եթե Հայաստանը չուզի պատերազմ, չի լինի պատերազմը, հա, ինքը հիմա այդ բանաձևն է տանում, որ 30 քանի տարի առաջ այդ մենք ենք ուզեցել պատերազմը, մինչդեռ իրավիճակը հակառակն է եղել։ Ադրբեջանը հարձակվել է հայ բնակչության վրա եւ ստիպված ենք եղել պաշտպանել մեր ժողովրդին։ Մենք երբ ենք հարձակվել, բայց ինքը ամբողջությամբ դա է փորձում ասի, որ այն ժամանակ սխալվել ենք, իրականում դա ինքը Քարոզ Արշավի ժամանակ շատ անկեղծորեն ասում է, որ բանը Արցախյան հերոսամարտը եղել է ճակատագրական սխալ, իբր մենք սխալվել ենք ու պատերազմ ենք սկսել եւ այն գիտեք այդ խոսույթը ինքը տանում էր։ Հիմա եթե ես լինեմ, ես պատերազմ չեմ սկսի, իսկ ուրիշները կսկսեն, մինչդեռ Հայաստանը պատերազմ սկսող կողմը չի եղել։ Այլ բան, որ Նիկոլ Փաշինյանը 20 թվականից առաջ արելագործողություններ, որոնք Ադրբեջանի ձեռքերը բացել են ագրեսիա իրականացնելու համար։ Արտահերտ ընտրությունների հավանականություն տեսնում եք։ Ես անկեղծորեն իրոք պատկերացնում եմ, որ այս լեգիտիմության մեծ դեֆիցիտ ունեցող կառավարությունը եւ պարլամենտը երկար մնալ չեն կարող։ Ինքը երբեք մենք իրեն տարբեր գնահատականներ տվել ենք, գիտեք։ Ինչպես Իրան վրա դաջված է հայրենիք հանձնողի այդ պիտակը, հիմա էլ ընտրություն կեղծողի եւ նաեւ լեգիտիմության ակնհայտ պակասով իշխանության այդ պիտակը կա իր վրա։ Այսինքն երկար նման լեգիտիմության ճգնաբանով դեֆիցիտով հնարավոր չէ իսկապես երկար մնալ։ Դրա համար էի ասում, արդյոք նմանություն կա 18 թվականի, 17-18 թվականների իրավիճակի հետ։ Եվ ես կարծում եմ իսկապես շատ երկար չի լինի, առաջին քաղաքական process-ը հավանաբար կլինի սահմանադրության փոփոխության այդ օրակարգի շուրջ։ Իհարկե դժվար է հիմա հասկանալ, թե իրենք ոնց են դա անելու, որովհետև գիտեք, որ պետք է 2/3 ունենան, որպեսզի սահմանադրության նոր նախագիծը հաստատեն, որ դրվի հանրաքվեի։ Բայց ոնց էլ չլի, մի հատ իրավական աբսուրդով կփորձեն անցկացնել, հնարավորություն ստեղծեն հանրաքվեի համար, բայց դա լինելու առաջին փորձությունը հավաքական ընդդիմության համար եւ մեր ժողովրդի համար, որովհետև եթե դա էլ է անում, եթե դա էլ կարողանա մարսել, իսկապես մեր պետության բովանդակությունը ամբողջությամբ է փոխվում։ Ինքը իհարկե բազմաթիվ կարմիր գծեր անցել է արդեն, այդ իր հայտարարությունները խորհրդանիշի վերաբերյալ, Արարատի վերաբերյալ, մեր պատմության վերաբերյալ, պատմության տարբեր դրվագներ, ցեղասպանություն, Արցախյան հերոսամարտ, բայց երբ որ արդեն փաստացի մեր սահմանադրությունը փոխվի Ադրբեջանի պատվերով, այդ ժամանակ իսկապես բովանդակության առարկայական փոփոխություն է գնալու։ Հələ ինչ որ անում է նարատիվների մակարդակով, որը պակաս վնաս չի, էլի շատ վնաս է։ Բայց ունենում է։ Այո, բնականաբար ազդեցություն ունենում է, բայց երբ որ արդեն սահմանադրությունը փոխի, մեր պետության բովանդակությունը փաստացի է արդեն կարողանալու փոխի։ Հետևաբար հայ ժողովուրդը եւ մենք էլ որպես ընդդիմություն պետք է մեկտեղվենք այդ օրակարգին հակազդելու համար։ Եվ առաջին կարծում եմ քաղաքական ռեալ իրադարձությունը դա կարող է լինել։
Պիտակներից խոսեցիք, ուզում եմ այդ թեման մի քիչ բացենք ձեր մասով։ Այդ ձեր թիմն էլ շատ պիտակներ ունի, շատ բաներում մեղադրում են, քննադատություններ կան, որն է ձեզ համար ամենախանգարողը, որ չեք կարողանում ազատվել դրանից։ Այ ռուսամետությունն են շատ ասում, չգիտեմ, շատ են էլի, ամեն դեպքում չթվարկեմ ես, դուք ասեք ինչն է ձեզ խանգարում, ինչն է որ աբսուրդային է ու կապ չունի ձեր ուժի հետ։ Ես կարծում եմ եւ 21 թվականին եւ հիմա իհարկե ոչ թե որովհետեւ դա օբյեկտիվ իրականությանը համապատասխանում է, բայց որովհետեւ իշխող մեծամասնությունը ստաբիլ աշխատել է այդ թեզի վրա, պատերազմի հետ մեծ կապելն է։ Հասկանալի է նախագահ Քոչարյանը Բայց դուք բազմիցս դրա մասին խոսել եք, որ Քոչարյանի ժամանակ պատերազմ չի եղել։ Դե հա, ասում ենք, բայց միևնույնն է, այդ նկատի ունեմ 21 թվականին հատկապես, դա շատ ավելի ազդեցիկ էր։ Այս ընտրությունների ժամանակ ինքը փորձեց բոլորին մեկտեղի, բոլոր ընդդիմադիր ուժերին մեկտեղի, ասի իրանք պատերազմի կուսակցություն են, ու ես կարծում եմ, որ իհարկե իր ընտրության համար այդ համատարած ընտրախախտումները էական ազդեցություն են ունեցել։ Ազդեցություն են ունեցել նաև թոշակների բարձրացումը, ապահովագրությունը զգալի ազդեցություն է ունեցել։ Իհարկե մարդկանց գործից հանելը, վախացնելը եւ այլն, բայց զգալի ազդեցությունը պատերազմի վախն է եղել, ինչի մասին մենք արդեն խոսեցինք։ Հետևաբար կարծում եմ ամենաշատ խանգարող հանգամանքը այդ նարատիվն է եղել, որ իրանք փորձել են ձևավորել։ Դուք տեսեք էլի ինչպեսի իհարկե երևի Սամվել Կարապետյանի վրա մի քիչ ավելի շատ եղավ այս անգամ քան մեր վրա, բայց այդ գովազդները տեսել եք հավանաբար, որ եթե ընդդիմությունը ընտրվի, մարդկանց ուղարկելու են Դոնբաս կռվի, ոչ միայն այստեղ է պատերազմ, ինչ որ գովազդներ։ Ոչ միայն այստեղ է պատերազմ լինելու, այլ հենց մեզ էլ ուղարկելու են ինչ որ Դոնբասում կռվի։ Ցավատում են մարդիկ։ Ես դա եմ ասում։ Երբ որ հարցնում եք ամենաշատը հավանաբար ինչն է խանգարել, այդ բանն է պատերազմի հետ ասոցացումն է, որը կրկնում եմ նարատիվների մակարդակում է, որովհետև եթե հողի վրա կամ փորձը նայես, նախագահ Քոչարյանի օրոք պատերազմ չի եղել, ամենախաղաղ ժամանակահատվածն է եղել, եւ ինքն էլ իր հայտարարություններից որևէ մեկը չեք կարող գտնել, որ ասեք այս հայտարարությունը հնարավոր է բերի պատերազմ։ Այնպեսին ինչպեսին օրինակ Նիկոլ Փաշինյանն ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ։ Չեն կարել այնպեսի հայտարարություն, որ նույնիսկ հայտարարության մակարդակով թույլ տար Ադրբեջանին ինչ որ հարձակում իրականացնել։ Եվ 21 թվականին ավելի շատ իհարկե այդ նախկինների հայտնի բաններ, բայց այս անգամ ես կարծում եմ զգալիորեն թույլացել են այդ թեզերը, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ինքը արդեն 8 տարվա ղեկավար է եւ արդեն զգալի ժամանակաշրջան կառավարել է, իսկ եթե հիմա 2 տարի, 3 տարի էլ կառավարի, կստացվի, որ բոլոր ղեկավարներից ամենաշատը ինքն է կառավարել։ Դե ազգային ժողովի նախագահի մասով այդ հարցը փակվեց արդեն։ Ինքը առայժմ ամենաշատ ղեկավարած ազգային ժողովի նախագահն է, չէ՞, Արեն Սիմոնյանը։ Հա, իրականում ինքը միակն է եղել, որ հենց ամբողջական ժամանակահատվածով կառավարել է։ Տիկին Գրիգորյան, ձեր ծրագիրը ընտրություններին մասնակցության բավականին հետաքրքիր էր, հատկապես ինձ տպավորել էր կրթության մասով ձեր այդ կետը, ոնց եք պատրաստվում այդ ուղղությամբ աշխատել, ամեն դեպքում ազգային ժողովում եք լինելու, փորձելու եք այդ հարցերը բարձրացնել, որևէ կերպ գոնե լուծում տալ այդ ուղղությամբ։ Ես կարծում եմ, իհարկե պետք է դեռ ֆրակցիայում քննարկենք մարտավարական առումով ինչ պետք է անել, բայց ես կարծում եմ, որ իհարկե մեր առաջնահերթությունները անվտանգություն, ինքնության հարցերը մեր շարունակելու են լինել մեր առաջնահերթությունը, բայց ուղղակի պետք է աշխատել այնպես այն ծրագրերի իրականացման մասով, նույնիսկ եթե դու հիմա անդիմություն ես, բայց առաջ տանես քո ծրագրերը, օրինակ անվճար կրթությունը, հատկապես ես որ դրա մասին բավականին շատ խոսել եմ, ես փորձել եմ դա առաջ տանել։ Փորձել եմ առաջ տանել ու հասնել նրան, որ այո, մեր երիտասարդները ստանան անվճար կրթություն պետական համալսարաններում, որովհետև աննախադեպ թանկացել են ուսման վճարները, մարզից եկող երիտասարդի համար Երևանում ապրելը դարձել է շատ թանկ, բնակարանը թանկ է, ամեն տրանսպորտը թանկ է, ուսման վարձը թանկ է, իսկապես լուրջ խնդիր, սոցիալական խնդիր է ստեղծում, ել չասեմ, եթե տնից 2 ուսանող այլնում, նույնիսկ լինում է 3 ուսանող, արդեն ընտանիք պահելու խնդիր է առաջանում։ Իհարկե, ունդեղ ընտանիքներում նույնիսկ ես իրավիճակներ գիտեմ, որ ասում են լավ, այս մեկը գնա, այս մի երեխան գնա սովորելու, մյուսը ոչինչ թող ուրիշ բանով զբաղվի, այսինքն նույնիսկ ընտանիքի ներսում այդ լուրջ խնդիրներն առաջանում են։ Հետևաբար եւ կրթության մասով եւ տարբեր այլ թեմաներով մենք առաջ ենք տանելու մեր օրակարգը։ Արցախցիների մասով ինչ պլաններ ունեք։
Դե իշխանության լինելու պարագայում բնականաբար մենք Արցախի ժողովրդի վերադարձի հարցի միջազգայնացումը առաջ էինք տանելու, միջազգային հարթակներում խոսելու էինք։ Հիմա էլ արդեն որպես ընդդիմություն ես խոսում, բայց բնականաբար ազդեցության տեսանկյունից իհարկե տարբեր է, բոլորս հասկանում ենք, բայց գիտենք, որ լուրջ խնդիրներ ունեն մարդիկ եւ աշխատանքի եւ բնակարանների, իսկ պատկերացեք 5 տարի անցել, հեսա 5 լավ մի քիչ ավելի քիչ, բայց բազմաթիվ մարդիկ այդ խնդիրը ունեն։ Բնակարանների տարական խնդիր ունեն, որը ոչ մի կերպ չի լուծվում։ Հասկանում եք, միլիարդների մսխում անում է կառավարությունը, միլիարդների մսխումներ են իրականացնում։ Դրա փոխարեն հնարավոր էր մեր հայրենակիցների արժանապատիվ կյանքը ապահովել Հայաստանի Հանրապետությունում։ Ես որպես մարդ, ով հիմնականում երթևեկում է տաքսով, հաճախ եմ շփվում Արցախի մեր հայրենակիցների հետ, ովքեր նաև աշխատում են որպես տաքսովարորդ։ Եվ ես տեսնում եմ, որ իրանք իսկապես լուրջ խնդիրների առջև են եւ պետքա թույլ չտալ, որ մեր հայրենակիցները ավելի շատ մեկնեն երկրից, իսկ իրենց արցախցիները Հայաստանից բավականին մեծ քանակությամբ մարդիկ են դուրս եկել, պետքա կանխել այդ հոսքը։ Իսկ այդ հոսքը հնարավոր է կանխել, երբ որ դու նախ եւ առաջ բնակարանների ու խելամիտ ձևով ես անում դա, բնակարանների ապահովման լուրջ ծրագիր ես առաջ բերում եւ նաեւ ինչ որ ձև փորձում ես հասկանալ աշխատանքի հետ կապված ինչ հնարավորություններ ստեղծել։ Ռուսաստանի մասով կուզեմ նաև հասկանանք իրավիճակը, լավ չի կարծես թե մեր հարաբերությունները գնալով վատանում է, ինչպես հասկանում ենք տնտեսվարողներին, եթե հարցնենք ճգնաժամային է, ծայրահեղված է, ո՞նց եք գնահատում ու այս իրավիճակից ելքը ինչպես եք պատկերացնում։ Այս իրավիճակից ելքը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալիզացիան է։ Հնարավոր չի դու այսպես խոսես Ռուսաստանի դեմ, գնաս Եվրոպայից փող ուզես Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմում պայքարելու համար, համարես իրանք ես թշնամի տարբեր նարատիվներով։ Եվ նաև ակնկալես, որ օքեյ է, այսինքն ակնկալես, որ այնտեղից ոչ մի ռեակցիա չի լինի։ Ես շատ ցավում եմ, որովհետև Ռուսաստանի գործողությունները անդրադառնում են ոչ թե իշխանության վրա, այլ մեր տնտեսվարողների հասարակ ժողովուրդն է տուժում, ու ես դրանից եմ ցավ ապրում, որ Նիկոլ Փաշինյանին բան չի լինում, բայց ժողովուրդը դրանից տուժում է։ Բայց դրա լուծումը իհարկե պետք է լինի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Հիմա գնացել է Ռուսաստան։ Գնացել է Միշուստինի հետ նստել խոսել են, հարցերը լուծել է։ Դե մեծ խոսալով է, ասենք այդ օրը գնում է Ծառուկյանի հետ կապված մասկի շոու են Հայաստանում իրականացնում, գնում գալիս է, այդ ոչ մեկ իրանից այդ հարցը չպահանջում, լավ դու ինչ ստացար, հարցերը լուծեցիր, մեր տնտեսվարողները, օրինակ ծաղիկ արտադրողները, այսպես պոկում են, վառում են իրենց ծաղիկները, այսօր կառավարության նիստին հələ գլուխ են գովում, որ մի քիչ խնդիր ունենք ասում լոլիկի հետ, մի քիչ այդ ծաղիկի հետ, բայց ծաղիկները լավ էլ նվիրում են իրեն, ասենց ինչ որ ոնց բացատրես, կառավարության ղեկավարի տրամաբանություն չի դա։ Ու երբ որ ինքը գնում է տարբեր կաֆեներում նստում է, ՀԴՄ կտրոնը ցույց է տալիս, բա ՀԴՄ կտրոն, տնտեսությունը չի կարող ՀԴՄ-ով տրամաբանությամբ լինի։ Հա ՀԴՄ-ն ընդհանրապես փոքր կարևոր դետալ է։ Հո դրանով տնտեսություն չեն զարգացնում։ Հիմա տեսեք, Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների ֆորումին մենք լուրջ տնտեսական խնդիրներ ենք ունենալու։ Դրանից բացի Ծառուկյանի մնացած բոլոր բիզնեսների հետ կապված, տեսնում եք ինչ ռեյդ է իրականացվում։ Հիմա իրականում բոլորը ֆիքսվել են Ծառուկյանի բիզնեսների վրա, բայց ես ձեզ վստահեցնում եմ, համատարած հարկայինը, համատարած բոլորի մոտ գնում է, ով որ մի թեթև ընդդիմադիր կեցվածք ունեցել է այս ընտրություններին ժամանակ կամ դրանից առաջ կամ հետո, բոլորի հետևից գնում են։ Իհարկե այդ մարդիկ վախենում են բարձրաձայնել։ Ես անձամբ կապ ունեմ այդ մարդկանց հետ, ասում եմ, եկեք գամ, ես բարձրաձայնեմ այդ խնդիրը, ասում են, խնդրում են կարող է ավելի վատ լինի իրավիճակը, ասում եմ, ավելի վատ ինչ պիտի լինի։ Հիմա արա ցեմենտը, որ փակել են մարդիկ այսօր բողոքում էին, դրանից ավելի վատ ինչ պիտի լինի։ Ավելին այդ ցեմենտի գործարանի վառարանների հետ կապված ինչ որ միացրած էին թողել, ինչ էին արել, որ լուրջ խնդրեմ կարա առաջանա, ընդհանրապես հնարավոր չլինի կամ դժվար լինի դրա վերագործարկումը։ Ում են օգուտ տալիս։ Հիմա այդ ռեյդերով Հեցի հետ կապված այդ process-ով մենք ակնկալում ենք, որ միջազգային ներդրող կարող լինի, այսինքն եղած տնտեսությունը քայքայում ենք, այնպիսի մթնոլորտ ենք ստեղծում միջավայրը ներդրումների համար բարենպաստ չի արդեն։ Հիմա դառնում է ավելի վատ։ Եվ եթե մեր հույսը այն է, որ Եվրոպայից մի քանի միլիոն կտան, մենք ստեղ մեր տնտեսվարողներին կոմպենսացիա կբաժանենք, այնքան որ չբողոքեն սուս մնան, եւ այլն, հո տենց չի։ Կամ որ մեծ ասում են, դե թող տնտեսվարողները մենք իրանց համար այլ երկեր ենք առաջարկում, թող տնտեսվարողները իրենց ապրանքը տանեն հասնային Եվրոպա։ Ինքը տենց հեշտ հո չի լինում։ Այդպես չի լինում։
Այսինքն այդ տենց արագ վերակազմավորման հնարավորություն կա մեր տնտեսվարողները չեն անում, դա երկար process-ներ է։ Նշանակում է, որ բիզնեսմենը պետքա գնա այդ երկիր, ուսումնասիրի, նախ հենց պարզել չի իր ապրանքը այնտեղ մրցունակ չի, գնային տեսանկյունից, որակի տեսանկյունից։ Դու պետքա քո երկրում լաբորատորիաներ ունենաս, համապատասխան սերտիֆիկատներ ունենաս, փոխադրամիջոցը ունենաս, եթե հենց մենք Մենակ մեծերի մասով չենք խոսում, նաև փոքրերը ընդհանրապես այդ փոխադրամիջոցի հետ կապված լիքը հարցեր կան։ Այսօր երեք կարդացի, որ Վրաստանից են լիքը բան նորից հետ են ուղարկել։ Հասկանում եք, այնքան մեր տնտեսվարողները հիմա մտածում են ոնց ուղիներ գտնեն շրջանցելու ռուսական սանկցիաները։ Գնան Վրաստանում ապրանքի փոխեն հայկականից փոխեն մեկ այլ երկրի, որ կարողանան տանել։ Այսինքն այնքան բաներ են մարդիկ մտածում, որ տակ են տալիս։ Վարկեր ունեն, տոկոս են փակում, ընտանիք պետքա պահեն։ Լավ ոնց կարելի է սեփական աթոռը պահելու համար հազարավոր մարդկանց դնել այս իրավիճակի մեջ։ Հիմա այն ինչ որ ինքը արել է, դրանից տուժում է ցավոք սրտի ոչ թե ինքը եւ այլ մեր ժողովուրդը, ես ամենամեծ ցավը դրա համար եմ ապրում, որ ես տեսնում եմ, որ աշխատող, առավոտից իրիկուն քրտնաջան աշխատող ժողովուրդը տուժում է, իսկ իրենք շատ հանգիստ հələ ծիծաղով էլ ասում են դե լավ է իրար ծաղիկ ենք նվիրում Հայաստանում։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էր, իսկ ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց։ Վաղը կհանդիպենք, լավ եղեք։